Ամիսներ շարունակ կալանքի տակ մնալուց եւ երկու վիրահատություն տանելուց հետո Միքայել arczepiskopos Աջապայանը արդեն Գյումրիում է։ Հիշեցնենք, օրերս Վերաքննիչ դատարանը բավարարել էր Սրբազանի պաշտպանների միջնորդությունը կալանքը փոխելու վերաբերյալ Սրբազանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք եւ բացակայելու արգելք։ Շիրակի թեմի առաջնորդարանի բակում հավաքված էին հայ առաքելական եկեղեցու բազմաթիվ հավատացյալներ, սպասելով թե երբ թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապայանը Երևանի Իզմիռլյան բժշկական կենտրոնից դուրս գրվելուց հետո կհասնի Գյումրի։ Հիշեցնենք, որ 2025 թվականի հունիսի 28-ից Սրբազանը կալանավորված էր հարուցված քրեական գործի շրջանակում, որը վերաբերում է իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային գոչերին։ Փետրվարի 6-ին Վերաքննիչ դատարանը բավարարել էր պաշտպանների միջնորդությունը կալանքը փոխարինելով տնային կալանքով եւ կիրառելով բացակայելու արգելք։ Ամիսներ շարունակ անազատության մեջ մնալուց եւ երկու վիրահատություն տանելուց հետո Միքայել arczepiskopos Աջապայանը վերադարձել է Գյումրի եւ գտնվում է տնային կալանքի պայմաններում։ Սրբազանի պաշտպան Մարինե Ֆարմանյանի խոսքով դատարանի որոշմամբ կիրառվել են տնային կալանքին բնորոշ բոլոր սահմանափակումները, այդ թվում շփման արգելքը։ Այն անձինք, որոնք ներառված չեն տվյալ որոշման մեջ եւ պրոբացիայի մասին օրենքով չեն հանդիսանում մերձավոր ազգական կամ դատանի կողմից թույլատրված անձինք, ապա սահմանափակումը նրանց հետ շփման իհարկե նույնպես ներառում է այդ որոշման տրամաբանության մեջ։ Ինչպես տեղեկացված եք, մեկ հոգևորական տվյալ պահին Միքայել Սրբազանն ընտրել է Նարեկ Սրբազանի թեկնածությունը, կարող է իր հետ շփվել պատարագների անցկացման հետ կապված հնարավորությունը դատարանը տվել է, բայց եկեղեցի հաճախելու, մասնակցելու պատարագ անցկացնելու հնարավորությունը դեռևս պարզված չէ, որովհետև փետրվարի 6-ի դատական նիստում մենք այդ բովանդակությամբ միջնորդություն ներկայացրեցինք, նկատի ունեմ պաշտպանական խումբը եւ դատարանը անհրաժեշտություն գտավ ուսումնասիրելու ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային դատական պրակտիկան եւ լիահույս եմ, որ հաջորդ դատական նիստին արդեն այդ հարցը պարզաբանված կլինի։ Մերձավոր ազգականների հետ շփումը իհարկե օրենքով է նախատեսված եւ երբ որ անձին գտնվում են տնային կալանքի տակ կարող են իրենց մերձավոր ազգականների հետ շփվել։ Այս պահին մենք մեկ մերձավոր ազգական ունենք, դա իր եղբայրն է, իսկ Գրիգոր Աչապահյանը, որը հանդիսանում է եղբոր որդին, դատարանի թույլտվությամբ է այս պահին խնամքն իրականացնում։ Տնային կալանքի պայմանները սահմանում են նաև տեղաշարժի կոնկրետ տարածք։ Սրբազանի դեպքում այդ տարածքը առաջնորդարանի եւ բնակության հատվածն է, որի սահմաններից դուրս գալը վերահսկվում է համապատասխան տեխնիկական միջոցներով։ Միևնույն ժամանակ անհրաժեշտության դեպքում օրենքով թույլատրելի է բժշկական օգնություն ստանալը։ Թարգերով չի կարող տեղաշարժվել, սարքը տեղադրված է իր ուրեմն բնակության վայրի տարածքի շառավղով, այդ ամբողջ տարածքում ինքը իհարկե կարող է տեղաշարժվել եւ իր կենցաղային հարցերը հոգալ, ապրել, բայց հարկերով արդեն չի կարող էլի։ Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը պաշտպանական կողմը հանրությանը կոչ է անում զերծ մնալ առաջնորդարան այցելելու փորձերից, որպեսզի որևէ կերպ չվնասվի Սրբազանի նկատմամբ կիրառված իրավական կարգավիճակը։ Ու կարող է այսպես բան լինի, գայթակղություն լինի, որ մի պահ գնա աչքները տեսնի, որ ինքը լավ, խնդրում եմ այդ գործողությունները հանկարծ չանել, դա իհարկե ի վնաս Սրբազանի կմեկնաբանվի, խնդրում եմ
այդ կարգը պահպանել, մինչև մենք հասնենք հնարավոր մյուս իրավական գործողությունների։ Տնային կալանքի ժամկետը ներկայումս հստակ սահմանված չէ, քանի որ գործը գտնվում է դատաքննության փուլում։ Պաշտպանական կողմը սակայն մտադիր է հետամուտ լինել իրավական մեխանիզմների կիրառմանը, խափանման միջոցի ժամկետային հստակեցմանը եւ հնարավոր այլընտրանքային միջոցների քննարկման ուղղությամբ։ Աստղիկ Խաչատրյան, Խան Հովհաննիսյան, այսօր։